Չնայած ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քաղաքական համաձայնություն էր ձեռք բերվել 2008 թվականի մարտի 1-յան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սակայն հարցը հայտնվելով ազգային ժողովի նիստի օրակարգում արժանացավ մի շարք հանրապետականների քննադատությանը։ Հանձնաժողովի ապագան նրանց մշուշոտ երևաց, այս հարցում գործ ունի անելու միայն մեր իրավապահ համակարգը, իր ելույթում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Հարցին բարոյական լուծում տա, բայց արդյոք այդ 10 զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծում են ուզում։ Երբեք այդ մարդիկ բարոյական լուծում չեն ուզում, այդ մարդիկ ուզում են կոնկրետ, հականե, անվանե իմանալ, ով է կրակել իր որդուն, ով է սպանել իր որդուն։ Եվ եթե մենք այսօր հերթական անգամ որոշում ենք կայացնելու մի նոր հանձնաժողով ստեղծել ժամանակավոր, եւ այդ հանձնաժողովով փորձել ենք կներեք արտադրության լավ մարդ լինել, զոհերի հարազատների առջև, ուրեմն կներեք, ես էլ կամ չկամ։ Մյուս հանրապետականներին առավել շատ հուզում էր մարտի 1-ի քաղաքականացումը, այլ մտահոգությունների շարքում մարտի 1-ի լիարժեք բացահայտման համար գործիքների բացակայությունն էր։ Սուքիաս Ավետիսյանը կոչ արեց մարտի 1-ի հարազատների վերքերը չթարմացնել։ Միսին որ լույսն ուզում ճարագայթել չգիտենալով ինչ միջոցներով։ Ջիհանգիրյանն ասում է, գործն ամբողջությամբ բացահայտել գուցե հնարավոր չէ, բայց նուրբ հարցերին չդիպչելու հանրապետականի դիրքորոշումն էլ չի հասկանում։ Ես չեմ ասում մենք դրանք բացահայտելու ենք, բայց ես վստահ եմ, եթե այնտեղ բարեխիղճ, օբյեկտիվ եւ հանդուրժողական մթնոլորտ ձևավորվի աշխատանքի, մենք որոշակի առաջարկություններ անպայման այդ եզրակացության մեջ կներկայացնենք։ Հավատացեք, այդպիսի լիազորություն այս հանձնաժողովը մեզ տալիս է։ Բայց չէ որ հանձնաժողովի ստեղծման հարցում քաղաքական համաձայնություն էր ձեռք բերվել, այս ելույթներից զարմացած հայտարարեց հանձնաժողովի ստեղծմանը կողմ Արծվիկ Մինասյանը։ Դաշնակցական պատգամավորը կարծում է, եթե հանձնաժողովի ստեղծումը տապալվի, դա հանրապետականի կողմից անհանդուրժողականության դրսևորում կլինի։ Բարոյախրատական պատճառներով չստեղծելը։ Ես գիտեք ինչ, արդեն չեմ կարողանում հասկանալ, որովհետև եթե ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, արտահայտում է հասարակության կամքն ու վճռականությունը, այդ նույնն է, որ ասեք հասարակություն, մի խոսեք այդ թեմայով ընդհանրապես։ Մի որևէ մեկը չփորձի բարձրաձայնել մարտի 1-2-ի դեպքերի մասին։ Սա աբսուրդ հիմնավորում է։ Հանձնաժողովի ստեղծմանը կողմ են ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը, Դաշնակցությունն ու Բարգավաճ Հայաստանը։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, պետք չէ այդչափ ահաբեկվել, հանձնաժողովին պետք է հասարակության հարցերին պատասխանելու հնարավորություն տալ։ Ես ցավոք սրտի Նոստրադամուսը չեմ, ի տարբերություն պարզվեց այստեղ 999 պրոբի բազմաթիվ Նոստրադամուսների, որոնք հայտարարեցին, որ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձնաժողովից սպասելիքներ չի պիտի ունենալ։ Հանրության մեջ այո, մնում են առ այս պահը մարտի 1-ի հետ կապված բազում հարցեր, խորհրդարանը պարտավոր է դրանց արձագանքել, մենք այդ հնարավորությունը պիտի անպայմանորեն 2008 թվականի մարտի 1-յան իրադարձություններն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է ներկայացրել, այն քննարկվել է հանրապետական Դավիթ Հարությունյանի ղեկավարած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ու դրական եզրակացություն ստացել։ Բազմաթիվ դրվագներ կարող էին բացահայտվել, բայց պատշաճ նախաքննություն չի իրականացվել, կարծիք հայտնեց խորհրդարանում հարցը ներկայացնող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Հանձնաժողովը ուսումնասիրելու է հնգամյա վաղեմության դեպքերի հանգամանքները, սպանության եւ հրազենային վնասվածք հասցնելու փաստերը, դրանց պետական կառույցների ու պաշտոնյաների ունեցած առնչությանն է գնահատականներ տալու, իրավապահ մարմինների հատուկ քննչական ծառայության ու գլխավոր դատախազության կայացրած որոշումների օրինականությանը։ Լիազորությունների մասով հանձնաժողովը կարող է ծանոթանալ քրեական գործի հանգամանքներին, հրավիրել պետական պաշտոնյաների, այցելել կալանավայրերում գտնվող եւ մարտի 1-ի գործով դատապարտված անձանց, բայց այս հանձնաժողովը նախաքննական մարմնի լիազորություններ չունի։ Ուստի հանձնաժողով հրավիրվողների գալը հարցերին պատասխանելն էլ նրանց բարի կամքից է կախված, այսօր չթաքցրեց Գագիկ Ջհանգիրյանը։ Նա հարցը չտապալելու եւ ազգային ժողովի նիստի օրակարգ մտցնելու համար նաեւ որոշ զիջումների է գնացել։ Համամասնությունը պահպանելու համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը համաձայնել է, որպեսզի ժամանակավոր հանձնաժողովում ստեղծման դեպքում ՀՀԿ-ից 2-ական պատգամավոր ընդգրկված լինի մեկական մյուս խմբակցություններից, նաեւ որ հանձնաժողովի նիստերը փակ ընթացակարգով անցկացվեն։ Սակայն ինչպես այսօրվա քննարկումից երևաց, հանրապետական անգամ այս զիջումներից հետո էլ հնարավոր է կողմ չարտահայտվի հարցին։